Ողջույն, մենք նորից եթերում ենք, այսօր իմ հյուրը բժիշկ, քաղաքական, հասարակական գործիչ Հայկ Մանասյանն է, բարև ձեզ պարոն Մանասյան։ Մինչև մեր բուն նյութին անցնելը, կուզենայի մեր հետևորդներին, ակնդիրներին և ունկնդիրներին շնորհավորել մեկ իրադարձության կապակցությամբ։ 3 նոյեմբերի 25-ին հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր և Կարին Տոնոյանի նախաձեռնությամբ և մեծ աջակցությամբ կազմակերպված էր միջոցառում և նշվեց հերոս լինելը, ոչ միայն Մոնթեի ծնունդը նշվեց, հերոս լինելը, հերոսականությունը մեր մեջ այն ինչ որ մերժվում է այսօրվա իշխանությունների կողմից և Փառք Մոնթեին, փառք մեր բոլոր տղաներին, աղջիկներին ու կանանց, որոնք հայրենիքի սերն իրենց սրտում մի կողմ թողնելով իրենց բոլոր սերերն ու նախասիրությունները նահատակվեցին հանուն հայրենիքի, հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի և այսօր խաղաղությամբ ննջում են Եռաբլուրում և այլ պանթեոններում և ամենակարևորը տիեզերքից ուշով հետևում են մեզ, սպասում են մեր գործողություններին, որը կփրկի հայրենիքը, որը կդարձնի մեր հայրենիքը ավելի կայուն, ավելի հզոր, իրենց երազած հայրենիքում կապրենք։ Երիցս փառք բոլոր մեր նահատակներին, իդեմս Մոնթե Մելքոնյանի։ Պարոն Մանասյան, նախ շնորհակալություն ինձ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սկսենք հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանությունների կողմից սանձազերծած արշավից։ Երեկ էլ տեղի ունեցավ եպիսկոպոսատ ժողով և այդ ժողովը շատ բարդ է անցել իմ ունեցած տեղեկությունների համաձայն, մինչև այսօր դեռ լռում են, շատ բարդ է անցել, գիտեք ամենակարևորը որն է, որ արդեն որոշ սրբազանների ներկայությամբ, որոնք պատարագին ներկա են լինում, զեղչվում է կաթողիկոսի անունը, որը ըստ եկեղեցական կարգի պարտավոր նշել։ Ցանկացած պատարագի նշվում է ամենայն հայոց կաթողիկոսի անունը, անկախ նրանից ով է այդ պահին կաթողիկոս։ Եվ սրբազանների ներկայությամբ զեղչվում է այդ անունը, քանի որ նրանք կանգնած են Նիկոլ Փաշինյանի կողքին։ Եվ այս հարցն է շատ բուռն քննարկվել, ինձ հասած տեղեկությունների համաձայն եպիսկոպոսատ ժողովը շատ մարտական է տրամադրված եղել և անկոտրում, ընդհուպ մինչև սպասում են զղջալու հայտարարությունների բոլոր այն քահանաներից, որոնք զեղչել են այդ անունը և այն սրբազաններից, որոնք ներկա են եղել այդ արարողությանը, պատարագին։ Օրինակ, ինչ կարծիք ունեք այս սանձազերծած արշավի վերաբերյալ, ես գիտեմ, որ դուք էլ եք տենց։ Ես այս պահից սկսած, եթե այդպես է խոսակցությունը, գիտեք ինչ կնայեի, ես ինձ ներսում վստահ չեմ եղել, որ անկոտրում կգտնվեն, հատկապես կաթողիկոսը, որ անկոտրում կգտնվի և մինչև վերջ ինչ էլ հրապարակեն, ինչ կոմպրոմատ էլ ներկայացնեն, մինչև վերջ անսասան կմնա և նրա մերձավոր շրջապատը անսասան կմնա։ Առնվազն ներկայիս իշխանությունների գործը չէ եկեղեցու մասին նույնիսկ կարծիք հայտնելը։ Իրենք չեն, որ պիտի դատեն եկեղեցուն, բայց ես մինչև հիմա կասկածել եմ։ Ես գիտեմ և արտահայտվել եմ բացահայտ շատ մեր քննադատական և մեր եկեղեցու հանդեպ և հատկապես վեհափառի հանդեպ, միևնույն ժամանակ ներկայացրել եմ, որ ինստիտուտը բոլոր դեպքերում, կաթողիկոսի ինստիտուտը մնում է կաթողիկոսի ինստիտուտ և անկախ նրանից ով է զբաղեցնում այդ գահը, ուղղակի ունես որպես ազգային եկեղեցու մասնիկ, որպես ազգի ներկայացուցիչ, ունես այդ ամեն ինչը պաշտպանելու, հատկապես հարձակումներից, ինչ հարձակում ուզում լինի։ Այսինքն միգուցե մենք նստենք, զրուցենք կամ նույնիսկ քննարկենք, ինչպես անենք, որ
ինչ որ բան որ սխալ է, իսկ սխալը մի բան չէ, մի քանի բան, ոնց շտկենք։ Բայց երբ որ հարցակում է լինում կաթողիկոսի ինստիտուտի եկեղեցու նկատմամբ, ուզում ես համաձայն եղի այդ մարդկանց առանձին դրսևորումների հետ, առանձին քայլի հետ, ուզում ես համաձայնել, այդ հարցակումը կլինի ներսից թե դրսից, պետքա պաշտպանել։ Ակտիվ ձևով իմ պաշտպանությունը սկսել է այն թվականից, երբ որ ամանորին եթերազրկեցին կաթողիկոսին, դա ինձ համար շրջադարձային էր։ Այդ ես լավ եմ հիշում, էլի, որ եթերազրկեցին կաթողիկոսին, այդ ժամանակվանից արդեն ինձ համար պարզ էր, որ գնում է արշավ, ու այդտեղ անձի հարց չկա, դա կոնկրետ ազգային եկեղեցու դեմ արշավ է։ Եվ ձեր լսարանում համենայն դեպս ձեր տաղավարում առաջի անգամ եմ ձեր լսարանին, չգիտեմ ինչքանով իմ խոսքը հայտնի, եւ նույնիսկ անձանցից անկախ ապարանում, եղի պատրուշում, տաճարի, եկեղեցական տաճարի հարցում, որ համայնքը փոխանցել էր առաքելական եկեղեցուն, մեր եկեղեցուն, այդ հարցում դատախազությունը բողոք է ներկայացրել եւ պահանջել է, որ անվավեր ճանաչվի այդ հատկացումը, նվիրատվությունը, չգիտեմ այնպես ինչպես է, բայց համենայնպես գյուղապետարանին եկեղեցու տաճարը ինչին է պետք։ Համայնքը, եթե ոչ առաքելական եկեղեցու տաճար, եթե ոչ կրոնական նշանակություն, ուրիշ ինչի պիտի օգտագործեն, ոչ տոմսարկ են սարքելու, ոչ պահեստ են սարքելու, համոզված են ոչ էլ մզկիթ են սարքելու։ Դե ինձ թվում է ստալինիզմի ժամանակները, որ վերադառնում են, պահեստ են սարքեն։ Այս փաստով ուզում եմ ընդգծել, որ ժողովուրդ անձանց դեմ չի պայքարը, ում կթվա թե այստեղ կաթողիկոսի անձի դեմ է պայքարը կամ մի շարք եկեղեցականների անձանց դեմ։ Այս էլ ցայտուն օրինակ, որ անձնական հարց չկա, կա տաճարի շինության պատմական հուշարձանի հարց, որը դատախազությունը փորձում է եկեղեցուց խլի հետ բերի դեպի աշխարհիկ իշխանությունների ազդեցության տիրույթ։ Սա եկեղեցու դեմ հարձակում է, սա կանգ չի առնելու։ Բայց ես էլ հիմա մտածեմ շատ խոսալով չի էլի։ Օրը կգա բարին հետը պատասխան են տալու բոլոր նրանք, ովքեր իրենց թույլ տվեցին, ահա այս տեսակ, թե Աստծո դատաստանի առաջ են պատասխանը տալու, թե մարդկանց դատաստանի առաջ պատասխան են տալու։ Հիմա ես մի բան ասեմ, փաստ նշեմ։ Գևորգ եպիսկոպոս Սարոյան, Մասյացոտնի թեմի առաջնորդ, եւ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան, Վայոց ձորի թեմի առաջնորդ։ Սրանք այն սրբազաններն են, որոնց ներկայությամբ այն թեմի առաջնորդներն են, որոնց ներկայությամբ, որոնք պատարագին ներկա են գտնվել եւ զեղչվել է կաթողիկոսի անունը։ Հիմա ես մի բան ասեմ, Մասյացոտնի թեմը որպես թեմ կարգվել է 2021 թվականի հունվարի 11-ին Գարեգին Բ կաթողիկոսի կողմից անջատվել է Արարատյան հայրապետական թեմից, Արարատի մարզի բոլոր եկեղեցիները ստեղծվել է նոր թեմ եւ նշանակվել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Իմ ուսանող ժամանակներից հիշում եմ, երբ ինչ-որ մեկին ուզում էին դեկան նշանակեին, մի ֆակուլտետը կիսում էին, որ երկու դեկան լինի, ոչ հին դեկանին նեղացնեն, չհանեն նորին դնեն, ոչ էլ իրենց ուզած մարդուն նեղացնեն, որ դատարկաձեռն չթողեն։ Սա Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կերպարն է, որ այսօր եւ ուխտադրժությունից էր խոսում եւ առաջին ուխտադրուժը ինքը դարձավ։ Երկրորդը, ուրեմն Վայոց ձորը նոր ստեղծված թեմ է, Սյունյաց թեմից կտրվել է Վայոց ձորի մարզի թեմ է ստեղծվել, սա էլ ստեղծվել է 2010 թվականին։ Էլի ներկա կաթողիկոսի ժամանակաշրջանում։ Եվ այս երկու սրբազաններն են, որ այսպես առերևույթ, բացեի բաց դուրս են եկել այս բանը։ Արարատ ջան, ինչի Օհանավանքի քահանան։ Նրանք քահանա են, կներեք, պարոն Մանասյան։ Երբ որ Օհանավանքի քահանան
օհանավանքում էր նշանակվել ոչ թե մի հերավոր մարզի, մի հերավոր եկեղեցում քահանա, ծառայության այնտեղ էր նշանակվել։ Խիստ դա բոնուս չի, դա բոնուս չի, դա շնորհ չի, նվեր չի։ Հասկանում եք, այսինքն ինչքան յուղը շատ է լինում, այնքան կատաղում են, էլի։ Բոշայի պատմությունն է, հա, երևի։ Ինչքան յուղը շատ է լինում, փոխանակ ճիշտ հակառակը, չէ, ավելի զրկվածը, ամենահալածվածը, ամենաչքավոր համայնքի հետ աշխատողը, ինչ որ մի այսպես հառաչանք որպես դուրս գա իր քայլը դիտարկես, ասես դե լավ, այս մարդը, այս իր բողոքի, այս քայլը երևի տնքոց է, էլի, ցավից է, էլի երևի, չէ։ Ինչքան յուղը շատ, ինչքան տեղները տաք, ու երևի ավելի տաք տեղ են գտել, խոստում են ստացել ավելի տաք տեղի, ու սա շարունակվելու է։ Վերջին հաշվով Հիսուս Քրիստոսի աշակերտների մեջ չի չեղավ, առաքյալների մեջ չի չեղավ Հուդա, եղավ։ Ու ստեղ ուշադիր մի բան ասեմ, ես հիմա աշխարհիկ քննարկում եմ անում, աշխարհիկ դատ եմ անում։ Այսինքն, ինչ ուզում եք դրեք, այդ մարդիկ մարդ են դարել կաթողիկոսի շնորհիվ, կաթողիկոսի բարի կամքի արտահայտությունները, որ մարդիկ մարդ են դարել, հացի տեր են դարել, հեղինակության եւ իշխանության տեր են դարել, թեկուզ իրենց ոլորտում։ Ու հիմա այնպես չի, որ այդ մարդիկ դե գիտես համահայկական նշանակության ինչ որ քայլեր են արել։ Ամբողջ Արարատի մարզը սպասում էր Գևորգ Սրբազանին։ Նրանց հրաշքները գործած, նրանց ես իրենց նկարով ցույց տակ հիմա չեմ ճանաչի։ Չես վերջերս եմ ճանաչել։ Նկարով ցույց տակ ես չեմ ճանաչի, բայց պարզ դատողությունը, այդ ամենայուղոտ կտորների վրա այ ձեր ցավը տանեմ։ Ձեզ բերեն նստացրել են, յանի մենք չգիտենք ոնց են ձեզ նստացրել։ Հիմա դուք ձեզ սենց եք պահում։ Եղավ, հարց չկա։ Հիսուս Քրիստոսի աշակերտների մեջ էլ առաքյալների մեջ էլ է եղել անշնորհակալ մեկը։ Բա ուր մնաց հա եկեղեցու այս բոլոր համակարգերում տիրող այս անկայունությունների ու այս անկատարությունների ֆոնին չհայտնվեն մի 30 հոգի, ովքեր կլինեն անշնորհակալ, ապերախտ, կլինեն ինչի՞ չէ։ Ու այնպես չասեք, որ գիտեք նրանց մեջ հավատը կամ գիտես Աստծո ճանապարհն է իրանց ոտքի հանել։ Նույնիսկ այս դեպքում Աստծո ճանապարհով ու հավատքով ոչ ոք Նիկոլ Փաշինյանի կողքը չէր կանգնի, ասեր ընդունել նրա այս արատավոր ընթացքը։ Եթե նույնիսկ դա ընդունենք, որ նա եկեղեցու հետ անհաշտ է, նա չէր կարող հաշտ լինել Նիկոլ Փաշինյանի հետ։ Չէր կարող, ժողովուրդ, անհնար է։ Այդտեղ արդեն երևում է ով է։ Եթե նա գնար Նիկոլ Փաշինյանի հետ էլ համաձայնության չգնար, նրա հետ էլ չգնար, ես կասեի, ահա ինքնուրույն մեկը, ահա իր սեփական գլխով, իր սեփական ճանապարհը հարթող մեկը, բայց դու մեկի հովանու տակից դուրս ես գալի, գնում ես մյուսին հպատակվելու, մի խոսք անընդունելի է, այդքան։ Ես Միքայել Սրբազանը, Միքայել arczepiskopos Աջապահյանը այսօր դատապարտվել է եւ իր, այսպես ասենք, պատիժն է կրում հայաստանյաց բանտերում, բայց նրա բանտարկումը ես իզուր չեմ համարում իշխանությունների կողմից ասած իզուր էլի, նա հեղինակություն էր եւ նրա ներկայությունը կաթողիկոսի կողքին, կաթողիկոսին շատ էր հզորացնում եւ ուժեղացնում։ Եվ նրան, այսպես ասած, մեկուսացնելուց հետո այս եպիսկոպոսների եւ arczepiskoposների հայտ գալը ըստ իս դրանք իրար հետ կապված բաներ են։ Այսինքն յուղից մարդ չկա, իրանք արդեն իրենց լավ են զգում։ Բանը նախ ինչ վերաբերվում է դուք կամ նրանք, ովքեր վնաս են տալի այսօր, թե եկեղեցուն են փորձում վնասել, թե իբրև թե Սրբազան Աջապահյանին են փորձում վնասել, քրիստոնեության համար սա ինչ որ տարօրինակ բան չի, հավատի համար հալածվելն էլ մի տենց ամոթ բան չի, ավելին Աստվածաշունչն ասում է, երբ իմ անունի համար ասում է ձեզ կհալածեն, իսկ Քրիստոսի անունը ո՞րն է այդ KR-I-S-T-O-S տառերի կոմբինացիան է, կամ Հիսուս տառերի կոմբինացիա, կամ Եշուա տառերի կոմբինացիան է, թե ասում է ես եմ ճշմարտությունը, թե ճշմարտության համար
ճշմարտության անունի համար երբ որ կհալածեն, ասում է, ցնծացեք եւ ուրախացեք, որովհետեւ այդպես հալածեցին ձեզանից առաջ եղած մարգարեներին։ Հիմա ես Աջապահյանի համար ցավ չեմ ապրում։ Ինքը իր տեղում է։ Ինքը հալածանքների մեջ է, ինքը իր տեղում է։ Ինքը կլինի գնահատականի մեջ, այդ իր տեղում է։ Որտեղ էլ նա լինի, նա իր տեղում է, նա վաղուց կայացած եւ հազարապատիկ ավելի ծանր զրկանքներ կրած, որտեղ ես համոզված եմ, գոնե Աջապահյանի հետ կապված։ Այդ մարդը իր ներքին մղումների, ցանկությունների հետ իր կուսակրոնության ճանապարհին այնպիսի մի կռիվ է տվել ու ենթադրում եմ, որ հաղթե, որ հիմա այս դրսից եկած այս ազդակները դժվար թե իրեն կարողանան ինչ որ այս կողմ կամ այն կողմ։ Ցավ եմ ապրում, որ մենք հաղորդակից չենք իր խոսքին այսօրվա դրությամբ, իր падգամին այսօրվա դրությամբ, իր ավակ կարծիքին այսօրվա դրությամբ։ Այդ մեզ է խնդրեմ։ Մեզ են մեկուսացրել, նրանց չեն մեկուսացրել։ Այդ մեզ են մեկուսացրել։ Հաղորդումը սկսեցինք Մոնթեի ծնունդը շնորհավորելով։ Մոնթեն հերոսացավ, հերոսության փառքերի մեջ այդ մենք ենք զրկվել։ Հասկանում եք։ Այդ ազգն է զրկվում նախ եւ առաջ իր մեծերից, ազգն է դառնում անգլուխ։ Այս 2 օր առաջ ընկերս մի հետաքրքիր դիտարկում արեց, ասում է նույնիսկ մորթված հավը ոնց էլ չլինի մի 10-15 մետր վազում է։ Անգլուխ։ Դա կենթանության նշան չի, դե որ հավը մորթվելուց հետո վազում է, ոչխարն էլ է այդպես։ Այդ որ մորթվելուց հետո անգլուխ հլը մի քանի քայլ գցում է, դա նրա նշանը չի, որ ահա տեսեք ինչ տոկուն է անգլուխ ժողովուրդը։ Այդ իր վերջի քայլերը կարան լինեն։ Ես իհարկե ոչ մի ապոկալիպտիկ բան չեմ գուժում, որովհետև ներքին մեծ վստահություն ունեմ այն բանի վրա, որ այս ամեն ինչը ժամանակավոր է, խիստ ժամանակավոր է։ Ու այս ժամանակը, սրանց ժամանակը վերջ առաջ, իսկ իմ կարծիքով առաջ սրանց ժամանակը ավարտվելու է։ Ես այլ բանի եմ, իմ սիրտը ցավում է այսօր այլ բանի համար, թե այ երբ որ սրանց ժամանակն ավարտվի, ինչով ենք մենք զբաղվելու, մեր ազգը ինչպիսին է լինելու, հերթական սրանց նման մեկին է բերելու իրադարձությունների առաջնորդական հերթական փրկիչին է բերելու, թե ինքը որպես չափահասուն ժողովուրդ իր սեփական փրկության կայացման ճանապարհը իր սեփական որոշումներով է հարթելու։ Սենց բաների շուրջ եմ ես հիմա շատ մտածում։ Սրանց ժամանակը վերջ առաջ ավարտվելու է ու իրանք ինչքան շուտ ապաշխարեն, այնքան միգուցե մի բան ստացվի փրկվել։ Վերջ առաջ կանգնելու եք թե Աստծո, թե մարդկանց դատաստանի առաջ։ Ավարտելով եկեղեցու այս թեման, ես կուզեի մեկ եւս ճշտում մտցնել, ուրեմն օրերս Վաշինգտոնում կոնգրեսում լսումներ տեղի ունեցան եւ այդ լսումները մեր լրատվական դաշտում էլ տեղեկացվեց ժողովուրդը, որ լսումներ կան, այդ լսումները իմիջիալոց կազմակերպել էր Sovereign Global Solutions լոբիստական կազմակերպությունը, որը բարձրացած է ազգային ժողովրդավարական բևեռի կողմից, բայց այդ մասին ոչ ոք չխոսեց։ Այդ մասին ոչ ոք չի ասել, մեծ գոհունակությամբ, մեծ այսպես գովազդային ձևով ներկայացրին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ մասնակցել են իմիջիայլոց շատ դեմքեր, քաղաքական եւ կշիռ ունեցող դեմքեր ՄԱԿ-ում, Ամերիկայի կոնգրեսում, ԱՄՆ-ի կոնգրեսում, բայց ոչ ոք չնշեց, թե ոչինչ։ Կարևորը որ գործը կատարվում է, նշելը իրենց գործին թողնենք։ Պարոն Մանասյան, անցնենք քաղաքականությանը, չնայած եկեղեցու նկատմամբ էր քաղաքականությունը, բայց մինչև քաղաքականության մասին խոսելը, քանի որ խոսք գնաց նաև եկեղեցու այս արշավի մասին, կուզեի նշել մի բան, դուք որպես բժիշկ, որպես ամենահումանիստ մասնագիտության տերմարդ, ինչպես եք վերաբերում օրինակ Լիդիա Մանթաշյանի բանտարկված լինելուն։ Սա գիտեք, էլի եկեղեցու հետ կապված է, դրա համար է միջանկյալ որպես հարց, որովհետև հերթական անգամ Լիդիա Մանթաշյանի
կալանքը երկարացրեցին, ինքը բանից պարզվում է ամենավտանգավոր ահաբեկիչն է այս երկրում, հասկանում եք։ Ամենավտանգավոր, եթե ինքը լինի դրսում, կարող է ինչ-որ մարդկանց խփի, սպանի, այսպես էլի ահաբեկիչ կին են գտել, դարձրել են։ Ընդհանրապես այդ ահաբեկչության ամբողջ գործը ծայրից ծայր ինձ համար համոզիչ չէ։ Ինձ համոզիչ չէ։ Ի սկզբանե, եթե այնտեղ լինեին համոզիչ փաստեր, այնտեղ մոնտաժներ չէին անի զրույցները, ուղիղ խեղաթյուրելով զրույցի բովանդակությունը։ Այսինքն նույնիսկ եթե Լիդիա Մանթաշյանի հարցը չլինի, այլ դերակատարների ամբողջ այդ հարցը ինձ համար համոզիչ չէ։ Իշքեն որ ասենք տուկի խոտ պիտի վառել, իսկ ազգային ժողովում սալյուտ վառելը, որով սկսեց հիշում եք Արարատ Միրզոյանը ում հետ էր իրենց աղջիկներից այդ որ սալյուտը վառեցին ազգային ժողովում, հիմա պատկերացրեք այդպիսի մի բանը զրույց կամ այդ սալյուտը վառելուց առաջ համոզված եմ այնտեղ մեծ զրույց ա եղել, մեկ ասլա չէ սալյուտ չվառենք, չգիտեմ ինչ անենք, մեկ ինչ որ բան անենք, հիմա այս տեսակ զրույցները բերել են մեզ ու ահա ինչ որ մեկի նկուղից էլ հանել են, չգիտեմ, օրինական զենքեր, որոնք ցանկացած որսորդի նկուղում կարող եք գնալ գտնել ու էլի բան, մի խոսքով ինձ համոզիչ չէ այդ ահաբեկչությունը որպես մեղադրանք բոլորին, այդ թվում Մանթաշյանի հետ կապված։ Մնացածը նայեք, ախր մենք ես ասեմ իմ մոտ ինչ հոգեբանական փուլ է ժողովուրդ, դուք էլ ճիշտ հասկանաք։ Հալավ այսօր էլ ասեցինք, վայ, ամոթ, էս ինչ են, վաղն էլ ասեցինք։ Պետքա որն է հիմա դրան, պետքա պատրաստվել առաջիկայում ընտրություններին իշխանափոխություններին։ Այս ամեն ինչը մենք ուրիշ ձև չենք կարող փոխենք։ Գոնե միջև իշխանափոխության, ասենք ընտրությունների օրը չեմ կարծում, եթե ինչ-որ արտառոց անկանխատեսելի ինչ-որ բան չլինի, ուրիշ կանխատեսելի անելիքներ չկան։ Դրա համար այս ամեն ինչը հիմա ոնց ասեմ, արդեն ուղեղս անջատել եմ, ասում եմ լավ, հերթական, պարզ է ինչը։ Մենք ինչ ենք անում, լավ, նրանք գիտեմ ինչ են անում։ Ու էլի են անելու, ու շատ են անելու։ Այսինքն Լիդիա Մանթաշյաններ կլինեն դեռ։ Այո, կլինեն ու շարունակվելու են, ուստեղ մենք ինչ ենք կարողանում, ոչինչ չենք կարողանում անել։ Մենք ասեմ ինչ ենք կարողանում, իմ հաջորդ հարցը։ Ներկայացուցիչներ, փորձագետներ են ուղարկում Բաքու, այնտեղից հետ են գալիս, տալիս են խայտառակ ասուլիս ու ասում են, որ դուք Ալիևին ճիշտ չեք հասկացել։ Ալիևին դուք ընդհանրապես չեք հասկանում։ Ալիևի նման խաղաղացեր մարդ, կրթված, մի բարեհամբույր, թշնամին, իդեպ նայեք մեդիայում կտեսնեք, թշնամին էս պահին մեր ժողովրդի հակառակորդը օդի աղտոտվածությունն է։ Այս ուշադիր տես զուգահեռները տեսեք, հա։ Դուք տեսեք հիմնական ստատուսներ, մեդիաներ եւ այլն, ինչ են խոսում։ Օդի աղտոտվածությունը, գիտեք երբ որ արդեն բան է, հեսա ձմեռն ընկավ։ Հեսա ձմեռ է գալիս։ Հիմա ավելի ակնառու է։ Այսինքն նայեք թշնամինով է, ուշադիր։ Ես սրա համար ասում եմ այդ բանը, սա ժողովրդին կներեք իհարկե, որ այդ ձեր հարցը օգտագործում ես միտքս ասելու, բայց սա ժողովրդին նախրացնելու հերթական ու շատ ոնց հասկանում եմ հաջողում գտնող քայլն է։ Գալիս են ընդեղից քո հիմնական այսօր մեր սուվերենության վրա թիվ 1 սպառնալիքը այս պահի դրությամբ Ադրբեջանն ու Նիկոլ Փաշինյանն է իր զիջած առնվազն իր զիջած բանը Զանգեզուրի նկատմամբ բանը Զանգեզուրի անձեռնմխելիության զիջողությամբ Զանգեզուրն այլևս անձեռնմխելի չի գոնե հռչակագրային մակարդակում Միացյալ Նահանգներ Ադրբեջան այսպես բանակցային շրջանակում հələ չգիտեմ էլ ովքեր կավելանան այս խաղին բանակցային չէ Թրամփը լավ բան է դե հռչակագրային գործարքային գործարք ահա կամ հա сделка ահա կամ այդ գործարքային մակարդակում ու սա մի կոմենտ օդի աղտոտվածությունը բլոգերներ են խոսում ես չեմ ուզում որ իմ հանգստացրեք ձեզ չոր չի կպնի այդ առաջինը երկրորդ օդի մաքուր օդի մասին այդքան մտածում եք Շիրակում մի նորմալ քաղաք մեծ միլիոնանոց քաղաք Շիրակում գնացեք հիմնեք Վանաձորին տեր կանգնեք այսինքն Գյումրիին տեր կանգնեք Վանաձորին տեր կանգնեք չգիտեմ Վայոց ձորում Սևանի ավազանում եկել ենք ազգի կեսը լցվել է Հարարատյան դաշտի են ամենասենց որ կանգնում է էլի չոր շոկ
քամի չկա, այստեղ որ փոշին լինում է, քամին չի մաքրում։ Այստեղ որ ծուխ լինում է, քամին չի տանում։ Եկել ենք այստեղ հավաքվել ենք, այսինքն այդ օթի, փաստորեն օթի աղտոտվածությունը մեր թշնամին է, իրական մեր հակառակորդը մեզ վնաս տվողը Հաջիևը մեր բարձվում է մեր բարեկամն է։ Ժողովուրդ ջան, դուք հասկանում եք ինչ վերադասավորումներ ալնում։ Ես չեմ ասում Ադրբեջանի հետ համագործակցության չգնանք, հաշտության չգնանք, Թուրքիա հետ, թող բոլորի հետ։ Բայց մի հատ եկեք հասկանանք, այդ մարդիկ էդ են ուզում մեզնից, թե այդ մարդիկ ուզում են հերթական հպատակություն։ Մեզանից ինչ են ուզում հերմը։ Ու էլի մոռացան։ Եկել են հիմա խոսում, Էլմիջանսկի հարց չկա, որտեղ յանի էդի արդեն տված պրծած, հա, հիմա արդեն բարեկամություն են մարսեցին կա։ Հա, էլի մարսել են, հիմա բարեկամություն են անում։ Էդի ձեր բգինա կանգնելու։ Դա ձեր բգինա կանգնելու։ Ձեր այդ բարեկամությունն էլ, այդ միջանցքն էլ, այդ անխոչնդոտն էլ, այդ դրանք այնց խոչնդոտ են դառնալու ձեր բգին, որ էլ չասած, ուղղակի էլի դառնամ ժողովրդին։ Դա մենք ինչ ենք անում, նրանք հասկացանք ինչ են անում, նրանք տենում ենք ինչ են անում, մենք ինչ ենք անում։ Մենք որոշել ենք իրոք չափահասի պես որոշում կայացնենք եւ որոշում Խաղաղություն ենք ուզում, բա ինչա, ում հաշվին եք ուզում պատերազմանեք։ Պարոն Մանասյան, ում հաշվին եք ուզում պատերազմանեք, որ խաղաղության դեմ եք։ Ես այնպես չի որ ուզում եմ Ում երեխու հաշվին եք ուզում խաղաղություն անեք։ Ոչ, բայց ես ասում եմ գալիս են գրավեն, հիմա տեսեք ինչ եմ ասում։ Շատ հայրենասերներ իդեպեսի չեն ընդունի, բայց նայեք ինչ եմ առաջարկում։ Այ մարդ պատերազմ չենք անում։ Զիջում ենք, բայց չենք ստորագրում, այ մարդ։ Քաշվի տեղից։ Դուրս արի տեղից։ Մի ստորագրի։ Իրավունքը մի տուր։ Մի ստորագրի, որ դա դու կամավոր ես հանձնե։ Թող զորով գրավեն, զոհ մի տուր զորքին հետ քաշի, սաղի բալեկին հետ քաշի, ասա ով ուզում է թտուն գնա։ Ով ուզում է թտուն գնա, բայց կամավոր մի ստորագրի, որ դու քո երկրի սուվերենությունը հանձնեցիր կամավոր, որովհետև կամավոր հանձնածը միջազգային իրավունքի տեսանկյունից օրինական է։ Բռնի վերցրածը, դա օրինական չի, դա օգտագործել չի լինի։ Այսպես կոպիտ ասած գողացած ավտոմեքենան չեն կարա ոչ ծախեն, ոչ քշեն, ոչինչ չեն կարող անել։ Բայց երբ որ դու քո ձեռքով շանտաժի ենթարկվելով դու քո ձեռքով վերցնում ստորագրում ես, վերջ, արդեն այդ ավտոմեքենան կուզենան կծախեն, կուզենան կքշեն, կուզենան չգիտեմ, ինչ ուզեն կանեն, կուզեն կնեվիրեն, ինչ կուզեն կանեն։ Ասելիքս ընդամենը դա է, իսկ եթե տենց մարդիկ կան, որ ինձ հարց են տալի, կոնկրետ այդ մարդկանց են պատասխանում, ում բալեքի կյանքի գնով, այ մարդ ոչ մեկի։ Դուրս եմ գալի, բայց չեմ ստորագրում, ինչ ես ասում։ Քո զինվորը կանգնած է սահմանին, ես եմ ղեկավարը, հրաման են տալի նահանջել։ Թող մտնեմ, բայց ես չեմ ստորագրի դա։ Ոչ մի դեպքում չեմ ստորագրի դա։ Ինչ բարդ բան կա այդտեղ։ Որ եկել եք անպայման ուրեմն կամ պտի մանավանդ բանակ ոչ թողածա 1000 ներողություն։ Այսօր ոչ էլ են որ պատերազմի ռեսուրս ունես, էլի, այսօր, հենց այսօր։ Մա կանդրադառնանք դրան, էլի մի քիչ հետո։ Այնպես որ ժողովուրդ ջան, այնպես չի որ ես պատերազմ եմ քարոզում, ճիշտ հակառակը։ Ինչ պատերազմ այ մարդ։ Ես ուրիշ բան եմ ասում։ Մի ստորագրի, քո չորացած ձեռով քո իրավունքները մի տրամադրի, քո գողացած ավտոմեքենան թող գողանան։ Ուժը չի պահում, պահես այդ ավտոմեքենան։ Այ մարդ թող գողանան։ Բայց այդ գողերի հետ մի հատ էլ պաշտոնական փաստաթուղթ մի ստորագրի, որ այդ ամեն ինչը քո կամքով է եղել։ Այս ֆոնի վրա թույլ տվեք շնորհավորել ձեզ, մենք այլևս ունենք ոսկե արծիվ շքանշանակիր թուրքական աշխարհի Բանջիկ հետ շնորհավոր։ Ձեր վարչապետն էլ է։ Այ վարչապետն էլ է։ Հա։ Ոսկե արծիվ շքանշանի պարգևը ստացած վարչապետ ունեք։ Ղազախստան այց տեղի ունեցավ եւ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում Տոկաևը շնորհեց թուրքական աշխարհի բարձր կոչում ոսկե արծիվ շքանշանակիր։ Հիմա նայեք, ԵԱՏՄ գագաթաժողով թուրքական աշխարհի կողմից ստացած շքանշան։ Գիտեք, թույլ տվեք մի քիչ ուրույն ձևով պատասխանել այս դիտարկմանը կամ անդրադառնալ։ Ուրեմն իմ շնորհավորանքի նման թույլ։ Հա, այ դրան որպես ի պատասխանել։ Ուրեմն ասեմ ձեզ իմացեք, հատուկ ծառայությունների եւ հատուկ գործողությունների մասնակցած շատ ուրեմն շատ կադրեր
շքանշան կամ պարգևատրում ստանում են գաղտնի ու տենց է ժողովուրդը դրա մասին չի իմանում։ Միգուցե միջև գաղտնազերծում, այսինքն շատ հերոսներ կան, սա լուրջ եմ ասում, շատ հերոսներ կան, որոնք իրոք արժանացել են պարգևի, պատվի, բայց դա մնացել է ժողովրդի հրապարակային, այսպես ասած, իմացությունից եւ աչքից դուրս։ Այդպիսին են հատուկ օպերացիաները։ Եվ կան օպերացիաներ, որոնք հանրությանը հայտնի է եւ դրա համար արդեն շքանշան ստան։ Հիմա եթե ձեզ թվում է թուրքական աշխարհի կողմից, սա առաջին շքանշանն է, որ ստանում է մեր վարչապետը եւ առաջին առիթն է շնորհավորում։ Դուք էլ ինձ եք Ես համոզված եմ, որ ինքը բազմաթիվ շքանշաններ եւ պատվոգրեր եւ բազմաթիվ ստացել է արդեն։ Ինքը դա ստացել է, ինչի առաջի սխրանքն է։ Նա այնց բաներ է արել, հա, որ ես համոզված եմ, փակ դռներու հետևում իրան շատ, այսպես մի ամբողջ թուրքական աշխարհի կողմից ամբողջ կրծքավանդակը ծանրաբեռնող շքանշանների, այսպես կարող ասեք պարգևավճարները լա ստացել, բան։ Չգիտեմ, բայց ես կարծում եմ, որ սա իմ կարծիքն է, որովհետև եթե նա հրապարակային այսքանը գիտեք, ես կարծում եմ, որ չէ, այսքանը չէ, ես մի հատն եմ տեսել այսբերգի նման է, էլի, դա այսբերգի վերևն է, այսբերգի ներքև ավելի հետաքրքիր ու ավելի բազմազան է, ինձ թվում է։ Այնպես որ այդքան է իմ դիտարկումը այդ հարցի շուրջ։ Հիմա դուք նոր խոսում եք բանակից, թե բանակը պատրաստ է պատերազմի դիմագրավելու եւ այլն, թե չէ, ես մի տվյալ ասեմ ձեզ։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալներով, որոնք հիմնված են միջազգային բաց աղբյուրների վրա, ՄԱԿ եւ այլ կազմակերպություններ, Հայաստանը վերջին 5 տարում 20 թվականից մինչև 24 թվական սպառազինության վրա ծախսել է ռազմական ծախսերի վրա ծախսել է 1.65 միլիարդ դոլար։ Հիմա բայց 18 թվականից ցայսօր մենք մեր արտաքին ներքին պետական պարտքը մեծացրել ենք մոտավորապես 8 միլիարդ դոլարով։ Հիմա եթե 8-ից հանում ենք 1.65 միլիարդ դոլար, դեռ տակը մնում է 6.35 միլիարդ դոլար։ Սա ես պեղեցի, այսպես ասած, տարբեր աղբյուրներից նաև լսեցի, որ երբ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարեց, որ ուզում եք իմանաք ինչ ենք արել այդ պարտքը, զենք ենք արել ռազմական։ Հիմա ոնց հաշվում եմ 1.65 միլիարդ դոլարը 8 միլիարդ դոլարի հետ համեմատական չի, մոտիկ չի, էլի։ Դա 8 միլիարդի երևի 20% ասեմ, լավ, 20 ու ինչ որ։ Դե ժողովուրդ գիտենք էլի ինչ է, այդ ասֆալտը, որ տենց ամեն տարի քերում նորից են ասֆալտում, քերում նորից են ասֆալտում։ Բա վատա ճանապարհ են սարքում։ Դե ուղղակի պարտքով են սարքում։ Բա դպրոցներն ու մանկապարտեզները։ Մի րոպե հեսա կասեմ, հեսա կանդրադառնամ դրանց։ Նախ պարտքով են սարքում, սա մեկ։ Երկրորդ, այդ ամեն սարքացի մեջ իրանք ինչքան են մեջը մտնում, ես չգիտեմ, բայց կարծում եմ, որ իրանք մեջը մտնում են, այսինքն իրանք շները, ոչ թե իրանք։ Իրանք շները, իրանք ավելի մեծ տեղերից կարան ավելի մեծ բաներ ստանան։ Էսի սենց, երկրորդ, անում են ամեն ինչը, ինչը ունի, այսպես ցուցափեղկային նշանակություն, այսինքն աչքի տեսնում է։ Հենց հիմա Վեդի գլխավոր, ես Վեդից եմ, մեր գլխավոր փողոցը, որ անցնում է Վեդի միջով, հենց հիմա ասֆալտապատման աշխատանքներ են գնում։ Ու կարակ ուղղակի զուգահեռ փողոցներ, դպրոցի փողոցները եւ երկու դպրոցի փողոցա լավ ասֆալտապատած։ Ու վերջ, դուք կարաք մնացած փողոցները վերցնեք եւ նայեք էլի, որ կապում են էլի, ասենք Վեդի մի ծայրը մյուս ծայրի հետ, որը ենթադրում է դա նաեւ պահեստային ճանապարհն է, երբ որ պատերազմական դրության ժամանակ Նախիջևանից փակվում է Երասխով անցնող ճանապարհը, Վեդիով դեպի Զանգակատուն, հա, դեպի Զանգակատուն, այդ կողմով ենք դուրս գալիս։ Մի հատ տեսեք այդ պահեստայինները, մի հատ տեսեք, ասենք, բանը, այդ ջրանցքի վրա քանի կամուրջա սարքած, որ էլի ստրատեգիական նշանակություն ունի։ Այսինքն սարքվում այն, ինչ որ աչքը տենալու է։ Թեև այդ ճանապարհը կարելի է կարկատել եւ ֆունդամենտալ սարքեր են ճանապարհը, որոնք ընդհանրապես անցանելի չի, բայց կարեւոր է, պակաս կարեւոր չի։ Այսինքն ցուցափեղկային
ցուցադրական։ Հիմա գնամ դպրոց վերանորոգելուն այդ նույն կոնտեքստում է։ Ժողովուրդ ջան, դպրոցը դա շենքը չի։ Պատերը չեն, ոչ էլ գրասեղաններն են։ Դպրոցը դա կրթական մթնոլորտն է, էքսպերտներն են, նյութն է, քննական կոնտրոլն է, որով այդ գիտելիքը վերջին հաշվով ստուգվում է որպես կոպիտ ասած product, դարձել է թե չէ։ Այս է դպրոցը։ Շենք սարքել, գունավոր ներկել, լուսամուտները, դա ընդհանրապես մեծ երեխաների մանկապարտեզ է, այսինքն ծնողները ոնց է մանկապարտեզ է պետք որ երեխեքին թողնեն, իրենք գնան էշություն անեն, տուն պահեն։ Հիմա էդ էլ մի հատ տես տեղ է, որտեղ երեխեքին մինչև 16-18 տարեկան թողնում են, էլի գնում են իրան մեծ երեխեքի քար են քաշում, հա, այսինքն այդ երեխեքին զբաղացնելու տեղ է։ Անունը դպրոց մի դրեք։ Էսի մեկ։ Երկրորդը, այսինքն սենց են դպրոց սարքում կամ հիվանդանոցը լենտը կտրելով հիվանդանոց չի դառնում։ Բժիշկը ով է, բժիշկները ովքեր են, ինչի են տիրապետում, այս գործը քանի հազար դրամով կարան լուծեն, 10,000, թե 100,000։ Այսօր մի դեղի մասին ասում Հնդկաստանում 5 անգամ, 6 անգամ ստեղից էժանա, 6 անգամ ստեղից։ Ասեմ ամբողջ այդ հնդկական շուկան դեղերի, դա շատ էժան է, էլի։ Մտածում է պետությունը հնարավորություն ստեղծի այ մարդ դեղերի ծախսը առնվազն կրկնապատիկ կրճատելու մասին ամբողջ երկրով մեկ անցնող դա հիվանդանոց սարքելով չի է ժողովուրդ ջան դա հիվանդանոց սարքելով չի ձեզ է թվում որ գիտես ինչ կա մի հատ զորամաս սարքեցին դու բանակ ունեցար հա վերջ միտեղ որ զորամաս են սարքում արդեն դու բանակ ունես բայց նույնն էլ դպրոցի շենքն է նույնն էլ հիվանդանոցի շենքն է այդ շենքը սարքելով դա չի դառնում քեզ համար ծառայություն, անվտանգություն, պաշտպանություն, կրթություն, գիտելիք, դա տենց չի դառնում։ Այդ տենց բուհական համակարգը եկեք դառնանք, մեր բուհական համակարգին։ Հայաստանում կարա բժշկական համալսարան ավարտի, Միացյալ Նահանգներում ընդունվի արձինատուրա։ Չի կարա։ Մտածեք սրա մասին։ Հայաստանում կարա պոլիտեխնիկական ինստիտուտը ավարտի, Միացյալ Նահանգներում ընդունվի աշխատանքի։ Հայաստանում կարա իրավաբանականը ավարտի, Բրիտանիայում ընդունվի աշխատանքի։ Հայաստանում ավարտած ինչ կարա անի։ Այսա է կրթությունը։ Այդ դպրոցի պատերը ներկելով ինձ ոչինչ մի ցույց տվեք։ Ես դրանից չեմ զարմանում։ Հասկանում եք։ Բայց աչքի շոյվում է, չէ։ Ոչ էլ աչքի շոյվում, հակառակը։ Ես դրանից ջղայնանում եմ, որ ոնց են մարդկանց էշի տեղ դնում ու մարդիկ ոնց են այդ կուտը ուտում։ Ոնց կարելի է այդ կուտը ուտել, այ ընկեր։ Քո երեխու ապագան են խորտակում, ախր դու արդեն կշտացար։ Դու կշտացար մի ստից բանով։ Այն դեպքում, երբ որ մոտավոր ոնց ասեմ, այդ դպրոցը դա կլինի։ Գիտեք, որը կլինի ինձ համար դպրոցի, իմ օրինակը բերեմ, ոնց եմ պատկերացնում։ Դպրոցը այն կլինի, երբ որ եկա իշխանության, կամ եկանք իշխանության։ Դնում եմ, էսի քննությունն է, ժողովուրդ ջան։ Այս քննությունը ով չհանձնեց ու քննությունը հանձնում է համակարգչին։ Քննությունը մարդու չի հանձնում։ Այս համակարգչին է հանձնելու։ Քննությունը տեխնիկապես վաղուց իրականացվում է, մասնապես բժշկական մասնագիտական քննության մեջ սա օգտագործվում է, էլի։ Հայաստանում չէ, աշխարհում օգտագործվում է ու շատ ուժեղ է աշխատում, շատ, դա սովորական տեստեր չեն բան։ Մի խոսքով դրա մասին հիմա չծավալվենք։ Այս քննությունը հələ տեսնեմ քանի տոկոսն է ավարտում։ Տեսնեմ քանի տոկոսն է կարում ավարտեք, ընկեր։ 90%-ը չի ավարտի։ Ահա, տեսար ինչ դպրոց ունես, որորը էսի կդնեն ու որորը ավարտականների 90%-ը կմնա նույն դասարան, ես կասեմ Հայաստանում սկսել են դպրոց կառուցել։ Այդ դպրոցը տենց են սկսում կառուցել, որ մի տարի դու ցույց կտաս, որ հերիք է, մենք մեզ անհասկացողի տեղ դնելով ինքնախապեյությամբ ուր ենք գնում այ մարդ։ Ուր ենք գնում։ Ու ասեմ դա ինչով է ավարտվում։ Դա ավարտվում է ոնց որ 44-օրյա պատերազմը։ Դա ավարտվում է տոտալ պարտությամբ։ Կապ չունի որ ոլորտում է լինում։ Բժշկի համար, բժշկությունը մի քիչ ավելի բարվոք վիճակում է զուտ նրա համար, որ քո սխալը մի քանի ժամ հետո դառնում է փորձանք մեկ ուրիշի համար։ Այդ արագ արձագանքը փորձանքի միշտ ծիպում է որ դու քո վրա աշխատես։ Բայց դա էլ է հարց, օրինակ թերապևտես կարող է մի ամբողջ տարի ոչ ոք չի իմանա, որ դու այս գլխից ինչ որ բան շատ սնուրդ սխալ ես արել։
Թերապևտի պարագայում դա վիրաբուժի պարագայում դա այդպես չի։ Անեստեզիոլոգի պարագայում 2 րոպե։ Դա շատ արագ երևում է ինքը ինչքանով էր կոմպետենտ, ինչքանով էր ոչ կոմպետենտ, այսինքն ինքը ամեն օր է պրակտիկ քննություն հանձնում։ Զինվորը այդ քննությունը հանձնում է, պատերազմից պատերազմ կամ զորավարժություն, զորավարժությունը կարելի է կեղծել, թղթերով գրել, որ զորավարժություն եղել է, իրականում ոչինչ էլ չանել։ Այդ նույն դպրոցը այդ երեխեքը, որ իբրև թե ավարտում են, իբրև թե կրթությամբ կամ նույն բուհերեր են ավարտում, իբր թե այդ բուհերը ավարտում են, ժողովուրդ ջան, կյանքի քննությունից նրանք կտրվել են, որ պահին իրական քննությունը եղավ, նրանք կտրվելու են։ Եթե ձեզ ընդհանուր դիպլոմա պետք, ամուսնանալու համար, իրար ցույց տալու համար, կամ եթե դուք ուզում եք ուղղակի քաղաքի կյանքին ծանոթանաք, շրջանից եկելա քաղաք հատենում, օրինակ, միգուցե արժի, չգիտեմ, գալ մի 5 տարի կամ 4 տարի Երևանը տեսնել, հետո գնալ բիզնեսով զբաղվել, անկախանից միգուցե դրանց դեմ չեմ, բայց եկեք ինքներս անունները ճիշտ տանք, ինքներս մեզ չխաբենք։ Ու ափսոս է այդ ժամանակը, որ այդ երիտասարդությունը իր կյանքից դնում է, ափսոս է այդ փողերը, այդ վճարները, որ այդ ծնողներ իրանց բերանից կտրելով հատկապես էլի մարզային կոնտինգենտը, ինչի համար, որովհետև օրինակ ասենք, մեկի համար կարող է մի $500 Երևանում մեծ գումար չլինի, բայց մեկ ուրիշի համար մարզում դա կարող տարվա ապրուստ լինի, այդ նույն $500 ու ընդեղից Երևան հասցնել ուսանող ու չգիտեմ, այդ շատ թանկ է, էլի, շատ թանկին է, որ վերջում ընդհանրապես լինի, որ երեխեն աշխարհ տեսած է։ Բայց իր քննությունը, մի խոսքով ամփոփելով ասեմ հետեւյալը, որ այն քննությունները, որոնցով մարդիկ իրավաբան, բժիշկ, ինժեներ եւ այլն, ճարտարապետ, չգիտեմ, ծրագրավորող, էլ ինչ, տնտեսագետ, ընդունվում են աշխատանքի Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, այ որ օրը մեզ մոտ ավարտածը, ընդեղ կարողանա հաջորդ օրը ընդունվել աշխատանքի, ես կասեմ մենք կրթություն ունենք։ Որ օրը մեր դպրոցը ավարտածը կկարողանա բուհ ընդունվել Բրիտանիայում, Ֆրանսիայում, չգիտեմ, Գերմանիայում, Ամերիկայում, ստեղ ավարտի ընդ բուհ ընդունվի, այդ գիտելիքով։ Ես կասեմ մենք դպրոց ունենք։ Բայց քանի այդ չկա, հարգելիներս, քավլիցի, դու կարաք ձեզ զգաք ինչպես ուզում եք։ Ես ինքս վատ եմ զգում, երբ որ նայում եմ մարդկանց համոզում են, թե ներկած պատերը կամ վերականգնած վերանորոգած շենքը դա դպրոց է, էլի։ Դա դպրոց չի, դա շենք է։ Դպրոցի շենք է։ Դպրոցի շենքը։ Ավելին դպրոցը դա նույնիսկ կարա շենք չունենա։ Կարան մարդիկ քայլեն, փողոցով քայլեն ուսուցչի հետ 3 կիլոմետր ու դասը ավարտվի դպրոցի կրթության դասը ավարտվի այդ քայլելով։ Այդ շկոլան է, էլի։ Դա կարա դրանով ավարտվի։ Վերջին հաշվով դպրոցը նաև մեր հերոսների կյանքն է։ Այո, այդ տենց է, այդ է դասը, որը իհարկե այդ էլ դուրս է բերվում, ընդհանրապես դուրս է բերվում։ Ես ընդհանրապես այդ պաթոսախեղտ հայրենասիրությանը կողմնակից չեմ, բայց միևնույն ժամանակ դա չի, այսինքն որոշակի նոր ձևերով պիտի անես, որ ազդվի։ Երբ որ դու հին ձևերով, որը օրինակ ազդեցիկ էր մեր սերնդի համար, բայց այս սերնդի մեջ կարող այդքան ազդեցիկ չլինի։ Ասենք այդ զուտ տեխնիկայի հարց է, էլի, ինչպես է ներկայացնում հայրենասիրությունը, բայց վերջին հաշվով եթե հողի հետ կապված չի, պետությունը դա հող է, վրան ապրող ժողովուրդ եւ սուվերենություն, հա, դրանց ամբողջ։ Իսկ հայրենիքը։ Դե հայրենիքը այդ ամեն ինչը կարա պետություն լինի, հայրենիք չլինի, բայց մեր մոտ երկուսը մեկում է, պետությունը մեր հայրենիքն է։ Շատ հայեր կան, որ Ռուսաստանում ապրում են, իրենց պետությունն է, բայց իրենց հայրենիքը չի։ Ժողովուրդ, նույն բանը չի պետությունն ու հայրենիքը, որովհետև հայրենիքը դա կենսաբանական եւ ոչ պետական զգացում է, հա, զգացում է։ Կենթանին էլ կարա հայրենիքի զգացում ունենա, էլի հասկանում եք, հայրենիքը դա մի քիչ ուրիշ բան է։ Այս ծույլիկները եկել են տենց բաներ են խոսում, մենք էլ դառնում ենք էդի քննարկող։ Հայրենիքը դա կենսաբանական զգացողություն է։ Դա ուրիշ բան է, դա ոնց որ բնության հետ քո բնույթյան, քո բնույթի, քո տարածաշրջանի հետ ընդհանրության այդ զգացումն է։ Պետությունը դա արդեն քաղաքական միավոր է, դա կազմակերպման ձև է։ Այսինքն մի խոսքով էլի։ Հա, անցնենք առաջ։ Ուզում եմ ասել, այդ թեմանից համ շատ եմ անդրադարձել, համ էլ մի խոսքով
Դուք ձեր խոսքում մի բան ասեցիք, որ զորքերը հետ քաշի տուր, բայց մի ստորագրի։ Ահա։ Նայեք, եւ համեմատեցիք ինչ որ մեկի մեքենայի հետ։ Ահա։ Նայեք, ըստ էության, եթե ուժը չի պատում, ինչ որ մեկի հետ, եկել են քո մեքենան խլում են, ազդում է։ ուժը չի պատում։ Դու ման ես գալիս, ում դիմես, ով քեզ օգնի։ Ով կարող է քեզ ընկեր լինի, քեզ դաշնակից լինի, որ կկանգնասի ստոպ։ Ինքն իմ ընկերն է, դու չես կարող այս տարածքը վերցնես։ Ինքն իմ դաշնակիցն է, դու չես կարող վերցնել։ Միգուցե ավելի ճիշտ է դաշնակիցներ որոնել եւ դաշնակիցների միջոցով կանգնեցնել այդ տարածքներ տալը, ոչ թե կամովին տալ։ Եկեք կամովին տալը բոլոր դեպքերում ընդունելի չի, այսինքն թող զորով վերցնեն, բայց կամովին մի տուր, սա առաջին։ Հիմա երկրորդ տարբերակն է, բայց ինչի վերցնեն որ։ Այո, ես այդ եմ, ինչի վերցնեն որ։ Եկեք փորձենք մտածենք ինչի վերցնեն որ։ Այդ ու մեղածնես տալիս։ Ահա, այդտենց։ Եկեք տեսնենք ինչի վերցնեն որ։ Այս տարբերակի վրա եթե անկեղծ ես դաշնակիցներին խիստ թերահավատ եմ վերաբերվում։ Ես տեր չեմ ասում, դաշնակից եմ ասում։ Դե դրա համար եմ էլի թերահավատ։ Լինենք միայն, Էլի որ տեր ասեիք կհավատայի որ մեկը կգա տեր կկանգնի, բայց որ դաշնակից կգա։ Նո, չէ, ես չեմ ասում միայնակ, նայեք։ Ով էլ գա, ես իրեն չեմ վստահում։ Ում անունը տակ հիմա որ աչքը տեսածից է վախենում։ Աչքը տեսածից է, ես չեմ վստահում։ Այսինքն թիվ 1 մեր դաշնակից է մենք ենք։ Դե միանշանակ։ Ու մենք պարակտված ենք, ցակ ու ցրիվ ենք ու ծույլիկ ենք։ Անչափահաս ենք քաղաքական տեսանկյունից, մենք անչափահաս ժողովուրդ ենք։ Կարանք սրա մասին մի քիչ երկար խոսանք, բայց էսի մեր որ ասենք մեր խնդիրները այս պահի դրությամբ, այսօրվա դրությամբ որն է, դա մեր անչափահասությունն է քաղաքական տեսանկյունից։ Երեխա չենք, մանուկ չենք, կրծքեր չենք, բարուրի չենք, բայց անչափահաս ենք։ Ու դրա համար պատանեկության ու երիտասարդության արանքն է, դեռահասության բանը, որտեղ տեսեք ինչն է ընդունված մեզ մոտ։ Մենք որպես ժողովուրդ միջին, մեր ամբողջական կերպարն եմ ասում, սենց գումարային կերպարը, առանձին կադրեր կան, խիստ ծերունիներ կան նույնիսկ, առանձին, բայց այս սրա մասին չեմ ասում։ Մենք այդ դեռահասի պես ըմբոստանում ենք, սխալներն ենք տեսնում այս կյանքի աշխարհի, հասկանում ենք, որ չի բռնում էսի մեր պատկերացումների հետ, էս մեր դաստիարակության հետ, էս մեկը մեր գրքերում կարդացածի հետ չի բռնում, բողոքում ենք, ըմբոստանում ենք, բայց սա դեռահասի վարքագիծ է։ Պատանեկան այդ նեգատիվիզմն ենք դրսևորում, բայց ինչ պետք է մենք անենք, վեր կենանք մեր քայլերը, գործողությունները, ռեսուրսները, միջոցները, գիշեր-ցերեկ շարունակել կարդալ, սովորել, աշխատելը, այսինքն գիշերս աշխատել, ցերեկը սովորել կամ ցերեկը աշխատել, գիշերը սովորել, այս հələ չենք հասել սրան։ Սա է այն շափահասությունը։ 24 ռեժիմի կողմնակից եք։ Դե ուրիշ ձև չկա։ Ես չգիտեմ ուրիշ ձև։ Դե մեր վիճակում միգուցե 365-24 լինի։ Երրորդ կուրսից սովորել եմ, աշխատել եմ։ Երրորդ կուրս, հետո արձինատուրա, հետո մասնագիտացումներ ու սովորել հետո աշխատում էի։ Աշխատել եմ 3 բաժանմունքում միաժամանակ։ Պատկերացնեք, ինչքան պետք է աշխատես, որ 3 բաժանմունքում հերթապահես։ Կոռուպցիոն սխեմաներում չեք եղել։ Չէ, բացարձակ։ 3 բաժանմունքում ոնց եք դասավորել, բան։ Էշություն եմ արել։ Դրա համար կոռուպցիա պետք չէ։ Հիմա նայեք, էշություն եմ արել։ Հերթա պետք է գիշերը արթուն մնալ։ Հասկանալի է։ Ավելի փորձառու մասնագետները ասում են երիտասարդ է, ով պատրաստ է, աշխատի ես ասում եմ։ Հա մի խոսքով։ Ես ուրիշ ձև չգիտեմ։ Ուրիշ ձև արդյունքի հասնել չգիտեմ։ Լավ, հիմա տեսեք, այս չափահասության հասկան մեր դաշնակիցը որպես առաջի հերթին։ Նախ եկեք մենք հասկանանք, մենք մեր դաշնակիցը չափահասանալու մեջ, չափահասուն դառնալու մեջ։ Էսի առաջին։ Հետո երբ որ մենք կլինենք, կզգանք այդ ինքնուրույնությունը մեր վրա, մենք կարող ենք բանակցել դաշնակիցներ փնտրելու հարցում։ Այս քելքով մենք բանակցող չենք։ Մենք շատ միամիտ ենք դաշնակից գտնելու հարցում, շատ միամիտ ենք։ Նույնիսկ օրինակ ասեմ, ասենք օրինակ Իրանը մենակ բանը թղթի շերեփի պատմությունը չէ, ամենևին։ Չէ, ամենևին ինչ թղթի շերեփ։ Չէ, թղթի շերեփի հարցը։ Այդ թղթի շերեփի շրջանը մանուկ շրջան էր։ Դա նույնիսկ դեռահաս չէր։ Մենք հիմա դեռահաս ենք։
Նույնիսկ Իրանի հետ օրինակ բանակցություն են պատկերացնում, օրինակ այդ միջանցքի պատկերած մի հատ բան ասեմ, էլի այդ բանակ պատկերացրեք Իրանի արտգործնախարարի տեղակալի հետ բանակցում է մեր արտգործնախարար տեղակալ Վահան Կոստանյանը։ Պատկերացրիք, ջահել տղեն, չէ՞ Վահան Կոստանյանը։ պատկերացրիք։ Հա, պատկերացի։ Ինքը շատ ուժեղ դիվանագետ է։ Ես ընդունում եմ, որ կարա 15 տարեկանում էլ մարդը շատ հզոր պոտենցիալ ունենա, որտեղ եղել են Հա, բայց ոչ դիվանագիտության մեջ։ Խնդրում եմ, էլի եկեք դիվանագիտությունը ինքը փորձ է։ Դիվանագիտությունը ինքը փորձ է։ Ոնց նայում եմ բոլոր երկրների դիվանագետները, նախարարներ, զամ փոխնախարարներ, դրանք բոլորը փորձով եկած շարքային աշխատողից աճած դիվանագետներ են։ Ասենք գնացել են իրենց նախարարի հետ, բայց եւ հիմա այլն։ իրանք որոշում կայացնող չեն։ Իրանք իհարկե բանակցող են, բայց որոշում կայացնող չեն։ Հիմա ես պատկերացրեք մեր ժողովուրդը Իրանի ժողովրդի հետ բանակցում է թեկուզ մի ընդհանուր շահի շուրջ, բայց այդ բանակցության մեջ դու ինչ որ քանակական հարցել կա, չէ՞, դու ինչքան ինձ էսիշ բանը, որ ես քեզ ինչքան էսիշ բանը։ Չէ, մենք մենակ դա տես կտանք, չի, էլի։ մենք մենակ կտանք, Դա տես չի միայն, արի դու իմ համար էս ինչ արա ու ես քո պարտականն եմ։ Չէ, ինչ, դա թիվ է նստած։ Ինչքան ինչ։ Սրանից ինչքան ու սրա դիմաց դու ինչ ես տալու։ Այս ամեն ինչի համար բավականին իրոք այ չափահասունությունը տեղա պետք։ Բավականին հասուն ժողովուրդ է պետք, որ օրինակ այ նա եկել է Այդ հասուն ժողովուրդը ոնց ստանանք։ Այս սկզբից համաձայն եմ, ժողովուրդը պետք է ասեմ, սկզբից որ եկեղեցուց չսկսեիք, սկզբից այդ հարցից սկսեիք, մենք լիքը ժամանակ կունենանք այս հարցերը քննարկելու։ Պետք է ստանանք կարդալով, սովորելով, նայեք։ Դպրոցով, չէ։ Չէ։ Չկա այդ դպրոցը։ Կրթական համակարգով, չէ, կրթական։ Դե չկա, դրա համար էլ չունենք։ Նայեք։ Բա իմ ասածն է դա, չկա, չունենք, որ այդ համակարգը լինի, համակարգը գիշերը սովորել, ունենանք։ ցերեկը աշխատել կամ հակառակը։ Որտեղ սովորել, ուրիշ ձև չկա։ բոլորը ինքնուսույց դառնան, Դե գոնե սկիզբը տենց պետք է համակարգ լինի, որ միտեղ սովորեմ ես։ Մասնագետներ, Սուրքում կան մասնագետներ, Իսկ պետք է այս մարդկանց որ բերեն իրանց։ Մենք լսում ենք դրա։ Ախ այս մարդիկ թողեցիք, այս մարդկանց հանգիստ։ Հիմա լավ, այս մարդկանց վերաբերել ձեզ հարց եմ տալիս։ Դուք իրոք հավատում եք, որ Հայաստանում արդար, ազնիվ, թափանցիկ ընտրություններ կլինեն ու դուք ընտրություններով իշխանություն կփոխեք։ Ես ուղղակի ուզում եմ իմանամ, դուք ասեցիք ձեր խոսքում։ Հիմա մենք ինչքան ասենք, վերջը գալու ենք իշխանություն փոխելուն, դրա համար կանխեմ այդ մեր մնացած խոսակցությունը։ Իրոք հավատում եք, որ ընտրություններ կլինեն եւ ընտրություններով իշխանություն կփոխեք դուք։ Ես այդ հարցին մի անգամ sense պատասխանեցի, հիմա կրկնեմ։ Ես իրոք հավատում եմ, որ մենք այնքան հասուն ենք, այնքան պլոճիկ ունենք։ Ասում եք հասուն չենք։ Դե դա եմ ասում էլի։ Հա։ Ընտրությունների ժամանակ օրինակ ինձ համար դա տեստ է լինելու։ Ինչքան մարդա պատրաստվում իշխանություն վերցնել, իշխանություն փոխել եւ ինչքան մարդիկ են դեռ ասում այդ ընտրությունները ինչի մարա։ Այսի երկու քաղաքական պատկերացումների, քաղաքական ինքնագիտակցության երկու աստիճանն է։ Մի աստիճան, որ այդ ընտրությունները ինչի հետ են ուտում, մի աստիճան, որ լսի, սա ամենաանշար իշխանություն փոխելու տարբերակն է։ Ամենաանշար իշխանություն փոխելու տարբերակը դա ընտրություններն են։ Հիմա Բելարուսում ընտրություններ եղան, փոխվեց իշխանությունը։ Ես ձեզ մոտավորապես լսեք, դե Բելարուսի հետ համեմատելու չի էլի։ Չէ, բա ում հետ համեմատեմ։ Բելարուսի հետ համեմատելու։ ԱՄՆ-ի հետ համեմատեմ, թե Ֆրանսիայի։ Չէ, մենք մեր հետ ենք համեմատվում։ Ոչ մեկի հետ հիմա չենք համեմատվում։ Այս հարցը մենք մեր հետ ենք համեմատվում։ 40% մասնակցություն եւ 70% մասնակցություն։ Այդ մարդիկ Հայաստանում են։ Ես չեմ ասում 100%։ Թող մի 20%-ը Հայաստանում չլինեն։ Մի 10%-ն էլ ֆիզիկապես չեն կարող գնալ հասնել ընտրատարածք։ Մի 10%-ն էլ գերեզմանից կգա, կընտրի կգնա։ Դե լավ, 65%, հա, համաձայն եք, 65% մասնակցություն կարանք ապահովենք։ Այնպես չի, որ բոյկոտեք չի լինելու ընտրություն։ Էսի մի հատ ուշադիր։ Ընտրությունը լինելու է, լեգիտիմացվելու է, առաջ են գնալու։ Այս այստեղ հանգարց այս տարբերակը չքննարկենք, էլի կամ քննարկենք, բայց երբ որ երկար ժամանակ կլինի։ 65%-ը ազգի
Այդ 65%-ը չի, այն տակի 40%-ը այս կամ այն ձևով գնում մասնակցում են։ Եվս 25% ընտրողների կարա ցույց տա, որ չափահաս է քաղաքականապես ու գնում է ընտրություններում, թե իրա չարյաց փոքրագույն ընտրելու, հա լավ, սենց ասեմ, կամ քվեաթերթիկ փչացնելու, չգիտեմ, բայց գնում է, տունը չի մնում։ Կարանք ես։ Իսկ դուք գիտեք են կարգախոսը, որ ասում են կարևոր չի քանի հոգի մասնակցում, կարևորը ոնց են հաշվում։ Լսեք, եթե ես անձամբ վրա եմ ասում, գիտեք թե չէ, չեմ ասում, եթե ես 400,000 ձայն ունենամ, օրինակ, 400,000 ձայն ունենամ, որոնք կեղծելու են, տակը թողեն 4,000 ձայն, ես առնվազն մի 100,000-ին կարամ փողոց անեմ այդ 400,000-ից։ Մի 400,000 ընտրություններով չեղավ։ Սպասի, բայց ընտրությունը ցույց տվեց դա։ Ընտրությունը քեզ ասում է քանի տոկոս են կեղծե։ Հիմա Հայկ ջան, ունես այսքան լայք, այսքան պատվիսչիկ, դա քաղաքական գնահատական չի, դա պաշտոնական չի։ Թող կեղծեն այ մարդ, այդ բանի օրինակն եմ ասում։ Իսկ այդ լայքերի ու պաշտոնը դու մի նստի տունը ասա, բա որ կեղծեն, հետևորդների ու հավանումների տակ քանիսն են բան էլի հատուկ ծառայությունների։ Դե վերջի կլինի բա։ Ուղղակի հետաքրքիր է։ Հնարավոր առանց հատուկ ծառայությունների։ Հիմա նայեք։ Թող ժողովուրդը իր քվեին տերը լինի, ինքը իր քվեին տերը լինի, չթողի տենց ընտրատեղամ ասում, պատի վրա անունը գրած։ Թող տերը լինի, հələ տենան ոնց չի։ Հիմա վաղար շաբաթի ընտրություններին նայենք։ Ստես չէ, մի րոպե շատ կարևոր է։ Հələ տեսնեն ոնց չի փոխվում։ Ու ժողովուրդ, էսի կարևոր է։ Այն որ իշխանությունները ապիկար են, դա հասկանալի է, բա դուք ինչ եք։ Դուք լավն եք, դուք ավելի լավն եք, նրանք անպետք են դուք պիտանի եք, ինչի եք պիտանի։ Տունը հավաքելուն, ձեր թաղը տիրություն անելուն, դուք երկրի համար պիտանի եք։ Հələ եկեք մի հատ տեստ նայենք։ Կարող է, իսկ կարող է չի, ես համոզված եմ։ Նիկոլ Փաշինյանը դա ազգի միջին վիճակագրական արտահայտությունն է։ Միջին վիճակագրականը Աստվածաշնչում ասում է, չէ, ինչպեսին դուք եք, այնպեսին էլ։ Իսկ կարող է այդ հայլու մեջ մենք մեզ ենք տենում։ Ես միջին վիճակագրականն եմ ասում, հասկանում եք, ոնց էլ կլինի խիստ ծայրահեղություններ կան, թե դրական, թե բացասական։ Կարող է մեր միջինը, որ գումարում հանում ես, սենց բան է ստացվում։ Իսկ կարող է մենք որ փոխվենք, ընդեղ էլ փոխվի։ Իսկ կարող է մենք այդքան քննադատում ենք, մենք այդ մեզ ենք քննադատում։ Այսինքն մենք ընդեղ մեզ ենք տեսնում միջին վիճակագրական։ Ես այնց օրինակներ կարամ բերեմ, լսի, մարդը կան լավ, այնց օրինակներ կարամ բերեմ, երբ որ ես որպես բժիշկ կամ փողոցում որպես մարդ մեկին մինենց ուզում եմ մի այլ կերպ ընթառաջեմ, էլի։ Ընթառաջեմ, ջան գործադեմ, որ այդ մարդու համար լավ լինի։ Մեկ էլ տեսնում ինքը ոնց է պատրաստ այդ նույն մարդը, այն մյուսին, որ իրանից այն կոմա, որ մի քիչ այն մյուսն է իրանից կախված, նրա գլուխը տրորելու, մենակ թե հանգած այսքան իր համար անհարմարություն չլինի։ Աչքիս առաջ հենց բժշկական կենտրոնի հենց սպասասրահի հերթում զանգում խնդրում է ես ասում եմ ազատ ժամ չկա ասում է չէ ինձ հիմա ասում եմ եղավ արի գալիս է ու իրանից ինչ որ մեկը որ մի քիչ էլ նրանից է խնդրում ենթադրենք ցավերի մեջ է այս մեկը ցավերի մեջ չի Տենես ոնց կարա այս մարդ ինչքան դաժան կարա գտնել։ Ախր դու իր առավոտը խնդրում։ Քեզ ընթառաջել են, դու խի դրան չես ընթառաջում։ Ինչի չենք սենց այդ իրար ընթառաջելու շղթան, միշտ սենց է, չէ, ես քեզ համար մի բան արեցի, դու ասես, բա ես քեզ ինչ անեմ։ Ոչ մի բան էլ մի արա։ Սենց հələ եկեք գնանք, էլի, լավության մասին եմ ասում։ Հələ եկեք լավությունը իրար մեջ չփագենք։ Հələ եկեք թողենք շղթան գնա։ Ես քեզ եմ անում զիջում ընթառաջում, դու այն մյուսին։ Հետո կգա տենց քֆրա մեկն էլ ինձ կընթառաջի կզիջի։ Հələ եկեք տենց աշխատենք, սրա մասին եմ ասում, ձեր հարցի պատասխանը, իշխանությունը հնարավոր է փոխել ընտրություններով, իսկ դուք այդքան կաք, որ իշխանություն փոխեք ընտրություններով, ազգ դու այդքան կաս, ես փորձելու եմ, ես չգիտեմ, ես այդ օրը ընդեղ եմ լինելու, այդ փոխելու համար, ես հավատում եմ, որ դու այդքան կաս, գոնե մի զգալի մասը այդքան կա, որ ու էդի մենակ արդյունքը ցույց կտան այդ տոկոսները, թող կեղծեն Դրա հաջորդ օրը չի գալու, այդ աշխարհի վերջի օրն է լնելու։ Հաջորդ օրը չէ լնելու։ Կեղծեցին հաջորդ օրը լնելու է, հələ թող կեղծեն։ Բահայիան թափվի։
Իսկ Արոնի մասին խոսք տվեց։ Չէ, ժողովուրդն է, չէ ասում, որ ասում ես Չէ, դուսարի քվետ պաշտպանի, ասում է բահայի արուն թափվի։ Այ մարդ դուք քո Ես էլ ձեռով Արոնի մասին չեմ Դու ձեր մասին միշտ Դուք հələ բժիշկ եք, ավելի շատ Արոնի խոսա։ Օրինակ, մի հատ, հենց այս պահին մտքովս անցա։ Հələ թող կեղծի, կես միլիոն մարդ Երևանից, ուղղակի թողում դուրս է գալի։ Մի հատ տենց ակցիա է։ Երևանից կես միլիոն մարդ Էլ ոչ մի խցանում չի լինի դուրս է Երևանի գալի։ փողոցներում։ Հունիս ամիսն է։ Իրանց ուզածնել է դա։ Ասես թողում են, ափակում են, ուղղակի դուրս են գալի։ Ասենց ակցիա են անում։ Խցանում չի լինի, իրանց համար ավելի լավ։ Չէ, ախր այդ մասշտաբի հաջորդն ուրիշ բան անում։ Այդ առաջ օրը է տանում։ Արուն չի թափվում։ Հաջորդն ուրիշ բան անում, այն միշտ ուրիշ բան անում։ Կես միլիոն մարդ Երևանում, իսկ հələ հանրապետությունում լավ, ամբողջ հանրապետություն կես միլիոն մարդ համանման նույն բանն է անում։ Դուրս է գալիս հանրապետությունից։ Չէ, քաղաքից դուրս է գալի, ուղղակի լքում է, փողոցը թողում, ավտոմեքենա ասես դնում է ու գնում է։ Այդքան ոչ էվակուատոր կա, ոչ ոստիկան կա, ոչ մի բան։ Բա որ էվակուատորները թողեն ու գնան։ Էվակուատորներն են թողում դուրս գալի։ Հələ փորձեք, հələ պատկերացրեք։ Այսինքն միշտ չի որ տենց բացի էս սկուտեղով իշխան, այսինքն բացի ռադիոտուն մտնելու տենց թատերական ներկայացումից բացի բազմաթիվ այլ լուծումներ կան։ Բազմաթիվ այլ ժողովուրդներ, բացտակ հես հարցն է, մենք քաղաքականապես այդքան հասուն ենք։ Ես այսօր այս համանման քննարկում ունեցա իմ հարազատիս հետ, ու ես sense բան եմ ասում, եթե գան մի օր կեղծեն, ասենք ամուսնուդ հանեն, ուրիշ ամուսին դնեն տեղը, ասեն այս այա քո ամուսինը, կուտես էդի, կընդունես։ Իսկ եթե կնոջդ մի օր հանեն, ասեն էս հա քոկինը։ Շատ մարդիկ կան մեծ աճիկով կան։ Միտքս նայեք, մեկը դնեն ասեն այս այա քոկինը, երեխայիդ փոխեն, կեղծեն։ Դու կկարանան կեղծեն, չեն կարա աշկերը կհանես, չեն կարա կեղծեն։ Բախի են կարողանում ու արդեն տասնամյակներ շարունակ, բախի են կարողանում քվյատուփերը կեղծեն։ Ընտրակեղծարարություն անեն, որովհետև քաղաքականապես հասուն չես, այնքան հասուն ես։ Ընտանիքի մասշտաբով հասուն ես։ Մշակութային մակարդակով հասուն ես, բայց քաղաքականապես պետության մասշտաբով այ մարդ հասուն չես էլի։ Այ երբ որ պետության մասշտաբով էլ հասուն կլինես, այնով որ կփորձի էդի կկեղծել, դա քո աշկը կծակի ոնց որ երեխուտ են բերել կեղծել։ Ասես որ ձեռ ես առնում։ Ես եկե քվեարկել եմ ընկեր։ Պետք է հաշվենք, դու ես ինչ ես կեղծում։ Ես ինչ ես խափում։ Հասկանում եք, ժողովուրդ էդի մեր վրա է, դա մեր հասունության քննություններն են։ Ու ամեն քննություն Ընդհանրապես իշխանություն ունենալը ժողովրդի հասունության քննությունն է։ Այո, ինքնիշխանություն ունենալը։ Եվ եւ ժողովրդի չէ։ պետություն ունենալը։ Այո, ընտանիքի մեջ, դա բերեմ ընտանիքի օրինակով։ Երեխան իշխանություն չունի։ Իշխանությունը ծնողներինն է։ Մեծանում է։ Եկավ այդ նեգատիվիզմի շրջանը, որում մեր իմ կարծիքով ինքնիշխանության ժամանակաշրջանը։ Հələ եկե նեգատիվիզմի, ասում ասես չի, նենց չի, ինչի համար էսի չեք անում, ինչի եք ինձ շատ գործի դնում, ենթադրենք բողոքումը։ Ինչի չեք թողում ես ուշ քնեմ, ինչի չեք թողում ես ենթադրենք։ Երեխա է։ Վերջում էլ ասում է վայ։ Հիմա նայեք, ահա։ Այս փուլում իմ կարծիքով մեր ժողովուրդը այս փուլում է։ Հիմա ծնողն ասում է ինչ ես ասում։ Ինչ ես ասում։ Որ եղբորս տղա, ասես պապա էս քոնը չէ, ասեց իմն եմ վերցում, ասեց տղա ջան, ինչ էլ վերցես, դա իմն է ալնելու, որտեվ այս տան մեջ ինչ կա իմն է։ Դու այս տան մեջ հələ փուճուր դպրոցական 2-3 դասարանի տղա ես։ Դու այս տան մեջ ոչինչ չունես։ Հասկանում ես։ Հիմա եւ այն պահից, որ սկսում է այդ ինքնուրույնության ձգտումը, որ ինքը սկսում է աշխատել, ինքը կարում է իր հացը վաստակի, մի կտորել իր ծնողին է տալի այդ հացից, ասում է, էսի ավելի համով է, հələ փորձի։ Այ այդ փուլից ասում ես, ըհը, չափահասուն է։ Այ չափահասուն է։ Այ իշխանության, իսկ ի՞նչ է նշանակում իշխանություն։ Այ կարած գնաս քո սիրածի հետ ամուսնանաս, քո սեփական ընտանիքը հիմնես։ Հիմա մենք մեր սեփական պետությունը պետք է հիմնենք։ Կարում ենք Ոչ թե կարում ենք, այլ պետք է։ Հենց այդ արեցինք, այդ իշխանությունը մեր համար, հələ փորձի մեկը ընտրակեղծի քանի։ Հենց դա արեցինք, մենք չափահասուն ենք։ Պետություն ունենալու համար ենք չափահասուն։ Եվ արժանի։ Հա, այո։
Թե չէ էս ինչ որ մենք ունենք, գիտեք ինչի նման է։ Այդ առաջ այդ բեշքարտմա բան ա եղել, ծնողները երեխեքին Ռուսաստանի այդ բեշքարտմա են եղել իրար հետ ամուսնանան։ Այ մեր անկախությունը այդպես մի բան է, որ պետություն սովետական միության մեջ պետություն ունենք, մենք հանրապետություն ենք, բայց դա ավելի շուտ է երեխուն է, էլի տենց տված է, էլի ասենք, էսի քոնն է։ Գնացեք խաղացեք, խաղալի։ Բայց դա խաղալու 90-ականներին դա ծանր փորձություն էր, որ մեր հայրերի սերունդը ցույց տվեց, մեր պապերի սերունդը ցույց տվեց, որ իրենք չափահասուն են, բայց ինչ որ բան թարս գնաց, չգիտեմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ձեր առաջին այցն էր իմ տաղավար, հուսով եմ վերջինը չի, որտեղ շատ կիսատ հարցեր մնացին, եւ հուսով եմ, որ կրկին կհանդիպենք։ Դա Աստված, որ մեր ազգը լինի չափահաս, դա Աստված, որ մեր ազգը արժանի լինի հզոր, կայուն, ուժեղ պետություն ունենալու։ Ու դա խելքի տալով ալնելու ես համոզված եմ, մեզ ոչ ոք դրսից չի գալու դա սովորացնի, հարգելի ժողովուրդ, հարգելի ընկերներ, միասնությամբ մեզ ոչ ոք դա չի ազգային գաղափարախոսությամբ մենք իրար խելքի տալով այս հարցերը պետք է լուծենք։ Կրկին շնորհակալություն, այսօր այսքանը հասցրեցինք քննարկել հյուրիս հետ, ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ եթերում։